Բարև ձեզ սիրելի բարեկամներ, սկսում ենք մեր ավանդական կիրակնօրյա ուղիղ եթերը եւ այսօր նույնպես շատ հետաքրքիր թեմաներ ենք շոշափելու, ինչպես միշտ, ինչպես իմ բոլոր կիրակնօրյա ուղիղ եթերները շատ հագեցած են լինում, այնպես որ աստիճանաբար հավաքվեք, որովհետեւ ժամանակը սուղ է, իսկ թեմաները ուղիղ եթերի միշտ բավականին լայն թեմաների շրջանակ եմ ես շոշափում, բայց եթերը սկսելուց առաջ նախ գրեք ինչպես է ձայնը, ինչպես է պատկերը, որպեսզի ես հասկանամ, որ մեր մոտ երկխոսություն է, այլ ոչ թե մենախոսություն։ Սիրելիներս, աստիճանաբար հավաքվեք, շատ հետաքրքիր թեմաներ եմ նախապատրաստել, այսօր կխոսենք մարտ ամսվա ընթացքում, գիտեք, որ հետընթաց են լինելու Մերկուրին եւ Վեներա մոլորակները եւ դրա մասին կխոսենք, նաեւ մի շարք այլ ձեզ հետաքրող հարցերին կպատասխանեմ, այլ թեմաներ նույնպես կշոշափենք։ Սիրելիներս, աստիճանաբար հավաքվեք, ես 5 րոպե կսպասեմ սկսելուց առաջ, որպեսզի մեր հարգարժան լսարանը աստիճանաբար հավաքվի։ Գրեք, խնդրում եմ, ինչպես է ձայնը, ինչպես է պատկերը, որպեսզի ես հասկանամ, որ ամեն բան կարգին է եւ սկսենք մեր ուղիղ եթերը։ Անցնենք թեմաներին։ Դեռևս որևիցե արձագանք չկա, սիրելի բարեկամներ, ես հուսով եմ, ձայնը եւ պատկերը լավ է, շատ ուրախ եմ հուրիկ միլիների ակտիվ եղեք, սիրելի բարեկամներ, շատ հետաքրքիր թեմաներ են այսօր եւ ես կպատասխանեմ նաեւ ձեզ ուզող հարցերին։ Ընտիր ձայնը լավ է, իսկ ձեր տեսքը ընտիր դեր տոնը շնորհավոր, միշտ այդպես գեղեցիկ եղեք։ Սիրելի կանայք եւ աղջիկներ, կրկին անգամ շնորհավորում եմ ձեր մարտի 8-ը եւ միամսյակը, ցանկանում եմ երջանկություն, միշտ փայլեք, միշտ շողացեք, միշտ եղեք հաջողակ, միշտ եղեք այսպես մոգական ուժով օժտված, որի շնորհիվ դուք կարող եք տրանսֆորմացնել եւ փոխել մի ամբողջ աշխարհ։ Այնպես որ ես նույնպես միանում եմ բոլոր շնորհավորանքներին, երեք շնորհավորել եմ, բայց այսօր նույնպես շնորհավորում եմ եւ ցանկանում եմ ձեզ, որ բոլոր ձեր երազանքները իրագործվեն, սիրելիներս։ Շատ լավ է լսվում, շատ շնորհակալ եմ Միլանիա Մելքոնյան, որ լավ է լսվում, ես ուրախ եմ, սիրելիներս, աստիճանաբար հավաքվեք, այսօր խոսելու ենք հետընթաց Մերկուրի եւ Վեներայի մասին, բայց մինչ դա ես երկու երազ եմ տեսել այս ընթացքում եւ չգիտեմ պատմել եմ թե չէ, կարծեմ ես ձեզ չեմ պատմել իմ երազները, այժմ նախ ներկայացնեմ մի փոքր տագնապալից երազներ են, սիրելի բարեկամներ, այնպես որ ուղղակի կարծում եմ, որ իմաստ ունի դա ներկայացնելու, որտեվ իսկապես բավականին այսպես բարդ ժամանակներում ենք ապրում։ Առաջին երազը ես տեսել եմ փետրվարի սկզբին, երբ վարչապետը իր տիկնոջ հետ մեկնեց Վաշինգտոն հանդիպելու նորընտիր ադմինիստրացիային Սպիտակ տան եւ իհարկե նրանց ոչ ոք չընդունեց իրականում, այդ Վենսի հետ նկարը պարզապես սելֆի էր, ինչպես պնդում են մասնագետները եւ ես տեսա հենց այդ գիշեր մի երազ, որը իսկապես ինձ շատ ցնցեց եւ մտահոգեց։ Քարքարոտ այսպիսի կարծես թե սարի ստորոտ լիներ եւ ամբողջը ժայռեր էին, ես նայում եմ մի կողմում
ինչ-որ սեղան է երևում եւ այնտեղ մի աղջիկ է նստած, մոտեցա այդ աղջկան, ինքը այսպես ձեռքը տնկեց, ցույց տվեց, ասաց տես այդ եկեղեցին, սա մեր Սուրբ Գրիգոր թե Գևորգ, ես տենց չհասկացա, չեմ հիշում հիմա, կարծեմ Գևորգ, Սուրբ Գևորգ եկեղեցին է, նայի, ես նայեցի իր այդ ուղղությամբ, որ նա ցույց էր տալիս եւ տեսա ինչ-որ սենց մոխրագույն մի եկեղեցի, նորակառույց էր կարծես, թե այնքան էլ հին եկեղեցի չէր, եւ ինչն էր ինձ սարսափեցրել այդ եկեղեցու վրա խաչ չկար, պարզապես եկեղեցի էր առանց խաչի, եւ մի քիչ ավելի կողմ նայեցի, տեսնեմ ռուսական դրոշ է ծածանվում, ճղճղված, սենց ինչ-որ ցեխոտված դրոշ էր, եւ իսկ հիմա ասում եմ նայի ուղիղ, ես նայեցի ուղիղ եւ տեսա եկեղեցու պատկերով մի շինություն, որը որ ասաց, որ սա մեր խորովածանոցն է, սա մեր պանդոկն է, այստեղ մենք հաց ենք ուտում, ես ուղղակի ապշեցի, դե ասում եմ, ումա պետք են եկեղեցին, ստեղ մենք հաց ենք ուտում, իսկ այնտեղ ինչ ենք անում, այդ աղջիկը ասեց, ու ես ուղղակի շոկի մեջ եմ գա, այդպես գիշերվա կեսին զարթնեցի, Եվ կարծում եմ սրա իմաստը նա է, որ փորձում են, չէ՞ որ վարչապետը մեկնել էր այսպես կրոնական կազմակերպությունների, ինչ որ ավետարանչական եկեղեցիների հավաքի, որի ընթացքում պետք է նախաճաշի այդ արարողակարգ, ինչ որ նախաճաշի այդպիսի արարողակարգ է։ Եվ ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ նրանք փորձում են այսպես հոգևոր սնունդը, որը տալիս է մեզ քրիստոնեությունը, որը տալիս է մեզ եկեղեցին, փոխակերպել նյութական մարմնեղեն սնունդով, ես այդպես հասկացա, թե դա ինչ է նշանակում, եւ միակ պաշտպանը, միակ այսպես ապահովողը այս քրիստոնեական մշակույթի այս տարածքում փաստորեն Ռուսաստանն է։ Ես ուղղակի ապշած եմ, չնայած այդ երազը ինձ ուղղակի ցնցեց, այսինքն այդ եկեղեցին առանց խաչի, դե այդպիսի եկեղեցիներ կան, գիտեք, որ Թուրքիայի տարածքում շատ կան։ Բոլորին շնորհավորում են, բարև ձեզ, դուք հիշատակ եք եւ մի հարց Հունիսի 21-ին ծնվածներ երկորյակ են, դուք հեշտակ եք, հա, մերսի շատ, Աստղիկ Մինասյան, բարև ձեզ, շնորհակալ եմ ձեր միամսյակը այդ եղջյուրն ինչ է, ես բոլոր կենդանակերպերին, թե ինչ է սպասվում այս դիրքերի հետ կապված, հետ ընթաց Մերկուրի Վեներայի հետ կապված, ես կպատմեմ, եւ երկրորդ երազը ես տեսել եմ Բարեսբուն իմաստով 2-3 օր առաջ, նույնպես շատ մտահոգիչ երազ էր, մթություններ, ուղղակի մթություն, ծառերը ծաղկած էին, շատ այսպես լավ գարնանային օրեր եւ մի վարկյանում այսպես մթություն պատեց ամբողջ երկինքը, այսպիսի երազ եմ տեսել, դե շատ մտահոգիչ է ամեն դեպքում, սիրելի բարեկամներ, շատ մտահոգիչ է, ինչ որ կատարվում է աստրալ մակարդակում, այսինքն մեր հավատքը, մեր հոգևոր ոլորտը ընդհանրապես դուրս է մղվում եւ դրա տեղը գալիս է այսպես ոչ պիտանի, ոչ հոգևոր, այսպես սատանայական ինչ-որ էներգետիկա, որը որ լցնում է, պարուրում է ամեն ինչ։ Դե սա լինում է այն դեպքում, իհարկե, երբ երկրի ղեկավարը իր հոգին ծախած է լինում սատանայինի, որը որ եւ մենք տեսնում ենք այժմ, սիրելի բարեկամներ, աստիճանաբար հավաքվեք, արդեն մենք 9 րոպե ուղիղ եթերում ենք, հետո չասեք, որ չենք իմացել,
քանի որ գիտեք, որ ես ամեն իմ ուղիղ եթեր աշխատում եմ մաքսիմալ օգտակար դարձնել ձեզ համար, այժմ նույնպես ես հավատարիմ մնալով իմ այսպես այդ ավանդույթին Կիրակնորիա եթերների մեկ տեխնիկա ձեզ կներկայացնեմ, որը կօգնի արագ իրագործել ձեր ցանկությունները, սիրելի բարեկամներ, մինչև ժամը 2-ը այսօր, իսկ 2-ից 4-ը Երևանի ժամանակով մեջքով շրջվեք դեպի արևելք, արևելքում կարող եք միացնել նաև վենտիլյատոր եւ այնտեղ կան մոմ թեկուս եւ մեջքով շրջված վիճակում այնտեղ հենց այդ հատվածում լավ է գտնվեք եւ պատկերացրեք, որ ձեր ամենանվիրական երազանքը արդեն իսկ իրագործված է, սիրելի բարեկամներ, եւ կտեսնեք, թե ինչ արագությամբ դա կկատարվի։ Մյուս ուղղությունը ժամը 2-ից ցերեկը մինչև 4-ը արևմտյան ուղղությունն է, սիրելի բարեկամներ, կարող եք մեջքով նստել ժամը կլռան, այսինքն 2-ից ժամը 12-ից 2-ը, ժամը 2-ից 4-ը նստում եք մեջքով դեպի արևմուտք եւ նույնպես պատկերացնում եք, որ ձեր երազանքը իրագործվել է, շատ արագ այդ ամենը կկատարվի։ Ինչ վերաբերվում է այս տարվա ամենահզոր մոգական թալիսմաններին, անպայման մինչև մարտի 30-ը ձեռք բերեք տրիշուլա, որովհետև տրիշուլա մոգական թալիսմանը այս տարվա իսկապես Նեպտունը փոխում է իր նշանը եւ դա կապահովագրի ձեր այսպես անցնցում, այդ անցումը Նեպտունի ձկներից դեպի խոյ, որովհետև Նեպտունը կարող է առաջացնել մեծ փոթորիկներ, մեծ տորնադոներ, դուրս գալով ձկներ աստղակերպից եւ հնարավոր են կորուստներ, եւ որպեսզի այդ կորուստները տեղի չունենան, իհարկե ցանկալի է գրել տրիշուլա, անպայման գրեք տրիշուլա, որպեսզի ապահովագրեք ձեզ աշխատանքի կորուստից, անձնական կյանքում կորուստներից, առողջության կորուստից, ունեցվածքի կորուստից եւ այլն, տեսնում եք ինչ բարդ ժամանակներ են, ինչ բարդ զարգացումներ, մինչեւ մարտի վերջը շատ բարդ զարգացումներ են մեզ սպասվում, սիրելի բարեկամներ, այնպես որ անպայման գրեք տրիշուլը, լսեք իմ բարի խորհուրդը։ Եվ իհարկե շատ բավականին ճիշտ է USAID-ի ֆինանսավորումը կրճատվել է, ընդհանրապես դադարեցվել է, գիտեք, որ նորընտիր ԱՄՆ-ի նորընտիր ադմինիստրացիան դադարեցրել է այդ USAID-ի ֆինանսավորումը, բայց այնուամենայնիվ իշխանությունը այսպես գովաբանող եւ նրա քաղաքականությունը այսպես մեծարող այդ աստղաբանները շարունակում են ելույթ ունենալ եւ այդ թաղման բյուրոյի տեսքով այդ կինը, այդ դեմքով այս անգամ քննադատում է թալիսմանները։ Տիկին, դուք ինչ ընդհանրապես գաղափար ունեք աստղաբանությունից, ինչ գաղափար ունեք, չգիտեմ, անգամ էզոտերիկայից դուք գաղափար չունեք, 1-2 սիրողական բնույթի աստղաբանական գրքեր եք ընթերցել եւ հիմա խոսում եք թալիսմաններից, թե դրանք անօգուտ են, դուք ինչ գաղափար ունեք ընդհանրապես էզոտերիկայից եւ էներգետիկայից, դուք գաղափար չունեք, ես ասեմ ավելին, կան տեղեկություններ, որ այն հենց այդ նույն տիկինը թուղթ ու գրեր է անում եւ շատ վատ հետևանքներ են լինում եւ նա համարձակվում է քննադատել թալիսմանները։ Մի խոսքով, այստեղ են ասել, ողբամս քեզ հայոց աշխարհ, սա ինչ բան է, ես ուղղակի ցնցված եմ, չգիտեմ, անգրագետների, այսպես ասած, հավաքածու, ոչինչ, արդեն ֆինանսավորումը քչացել է եւ շատ շուտով մենք կտեսնենք իրականում քանի հոգի է ձեզ նայում, երևի մեկ ձեռքի մատերի չափով են նայում ձեզ ընդամենը, իսկ մնացածը բնականաբար դրանք ֆեյքեր են, դրանք լցոնումներ են եւ այլն։ Մի խոսքով, շատ տգեղ է, երբ որ գաղափար չունեք ինչ որ մի երևույթից եւ սկսում եք այսպես քննադատել ուրիշներին, չհասկանալով, որ ինքներդ ոչինչ չեք, ձեզանից ոչինչ չեք ներկայացնում եւ այդ ձեր բոլոր դիտումները ուռճացրած դա ամբողջը սորսական ֆինանսավորմամբ է լինում ըստ էության։ Ես հազարավոր մարդկանց հետ եմ շփվում ամեն օր եւ որևիցե մեկից չեմ լսել, որ մենք այդ տիկնոջը լսում ենք, մենք այդ տիկնոջը հավատում։ Ընդհակառակը բոլորն ասում են մենք տանել չենք կարողանում այդ տիկնոջը։
դա փաստ է, սիրելի բարեկամներ։ Մի խոսքով, լավ, ես պարզապես այսօր առավոտ այդ վիդեոն ուղղակի թերթելով տեսա եւ շատ այսպես ուղղակի վրթովեցնող է 1-2 տարվա մասնագետը ելույթ է ունենում իբրև թե 100 տարվա մասնագետը ոչ մի գաղափար չունի, իսկ այդ տարիքով տիկինը նա ընդհանրապես չգիտեմ ինչով է զբաղվում թուղթու գրեր է անում աստղաբա ես չեմ հասկանում եւ այնքան շատ մարդիկ են իրենից դուժել իր այդ կեղծ կանխատեսումներից որ ես ուղղակի չգիտեմ լավ ինչևիցե անցնենք առաջ սիրելի բարեկամներ իստրիշուլան ինչ մետեղից պետք է լինի սիրելի Ռուզաննա Արությունյան կարևորը նրա պատկերը մետաղ այդքան էլ էական չի իսկ այժմ սիրելի բարեկամներ ու վերջապես անցնենք մեր կիրակնորյա եթերի բուն թեմային, այսինքն ես այժմ կներկայացնեմ հետընթաց Վեներայի եւ Մերկուրիի աստղաբանությունը, շարժը մարտ ամսվա ընթացքում, ապրիլ ամսվա ընթացքում եւ նաեւ թե ինչ է նշանակում հետընթաց Վեներան եւ Մերկուրին կենդանակերպի 12 նշանների համար, ինչ կբերի կենդանակերպերին Մերկուրին եւ Վեներայի Մերկուրիի անհատական մոլորակների, որովհետեւ Վեներան եւ Մերկուրին անհատական մոլորակներ են, այսինքն նրանք ազդում են մեծապես մեր ներաշխարհի վրա, մեր ապրումների վրա, մեր մտածողական գործընթացների վրա, պես որ շատ կարևոր ժամանակահատված է, գիտեք որ Վեներան հետընթաց է արդեն իսկ հետընթաց է շարժվում, մարտի 2-ից սկսած 4:35 րոպեին Վեներան սկսել է շարժվել հետընթաց 10 աստիճան խոյ աստղակերպից։ Ինչպես միշտ հմայիչ եք Աննե ջան, գրում է Քրիստինե Աբրահամյանը, շատ շնորհակալ եմ Քրիստինե ջան, դուք էլ եք հմայիչ եւ մենք արդեն անցանք մեր կիրակնորյա եթերի բուն թեմային 10 աստիճան խոյից սկսել է Վեներան իր հետընթաց շարժը, այնուհետև մարտի 12-ին Վեներան կմիանա Մերկուրին, որը հետընթաց կդառնա մարտի 15-ից եւ 8 աստիճան խոյ նշանում են նրանք միմյանց հետ միանալու Վեներան եւ Մերկուրին մարդասպանի աստիճանում։ Այնուհետև մարտի 22-ին հետընթաց Վեներան կմիանա Արեգակին եւ կայրվի նրա ճառագայթներում 2 աստիճան խոյ աստղակերպում կլինի այդ միությունը, հա, որտեղ արդեն մարտի 21-ին Արեգակը կմտնի խոյ եւ կկայանա գարնանային գիշերահավասար։ Այստեղ իհարկե վառված Վեներան շատ անբարենպաստ է ցանկացած անձնական բնույթի հարցերը կարգավորելու համար, ամուսնության համար անբարենպաստ է, չգիտեմ, նշանդրեքի համար անբարենպաստ կամ պարզապես անբարենպաստ է անձնական հարաբերությունների զարգացման համար, որտեղ եւ ցանկացած մոլորակ այրվում է, նա կորցնում է իր հատկությունները, իսկ այնուհետև դառնում արևի ստրուկը, այսինքն ինքնուրույն այդ էներգետիկան Վեներայի սիրով գեղեցկության մուրակի այդ էներգետիկան մարում է այն պահին, երբ նա այրվում է Արեգակի ճառագայթների տակ։ Եվ մարտի 27-ին 12:40 Երևանի ժամանակով Վեներան կվերադառնա ձկներ եւ իհարկե ավելի նրա հատկությունները կբարելավվեն, այսինքն եթե այդպիսի խնդիր ունեք որոշել ամուսնանալ թե չամուսնանալ, նշանդրեքի վերաբերյալ, երբ նշանվել, այդ ամենը մարտի 27-ից հետո ցանկալի անել, այսինքն եւ Վեներան այրվի Արեգակի ճառագայթներում եւ արդեն գնա իր փառավորման, այսինքն թագավորման աստիճանները, փառավոր, այսինքն գագաթնակետը իր զորության նա հասնում է ձկների 28 աստիճանում, գիտեք, դա արդեն կլինի մարտի 27-ից հետո։ Մարտի 28-ին, սիրելի բարեկամներ, հետընթաց Վեներան կմիանա Նեպտուն մորակի հետ 29 աստիճան ձկներու, իհարկե սա շատ մեծ սեր է, շատ ռոմանտիկ սեր է, եթե ցանկանում եք ինչ-որ շատ ռոմանտիկ ճամփորդություն
ջերմություն կամ ինչ-որ ռոմանտիկ ընթրիք, ապա մարտի 28-ը շատ լավ ժամանակահատված է։ Այնուհետև մարտի 31-ին Վեներան իր հետընթաց ընթացքի մեջ կմիանա վերընթաց լուսնային հանգույցին Ռախույին 27 աստիճան ձկներում եւ իհարկե սա շատ լավ է ձեր իմիջի հետ աշխատելու համար, հատկապես ձկնիկներին շատ բարենպաստ է այս դիրքը, լավ է աշխատել ձեր արտաքին տեսքի վրա, ձեր իմիջի վրա, գեղեցկության վրա, շատ դրական ազդեցություն կթողնի։ Որտեղ դա Վեներայի փառավորման աստիճաններն են, սիրելի բարեկամներ, արդեն գիտեք։ Եվ ապրիլի 7-ին հետընթաց Վեներան կմիանա սահմանափակումների մոլորակ չարաբաստիկ Սատուրնի հետ, որը գտնվում է 25 աստիճան ձկներում։ Եվ այդ նույն այդ 25 աստիճանը Բարդասպանի այսինքն երկու անգամ Վեներան անցնելու այդ Մարդասպանի աստիճաններով, որ ասում красота убийственная сила има это։ Եվ իհարկե Վեներա եւ Սատուրնի միությունը այնքան էլ բարենպաստ չէ անձնական ինչ-որ տոնակատարությունների, հանդիսությունների, որովհետև սառեցնում է, Սատուրնը ամեն ինչ փոքրացնում է, ճզմում է եւ սառեցնում, այդ իսկ պատճառով այդքան էլ ապրիլի 7-ը, ճիշտ է դա մայրության գեղեցկության օրն է, բայց բարենպաստ չի լինի ամուսնության համար։ Եվ վերջապես ապրիլի 13-ին վերջապես Վեներան կառնի ձկներ աստղագետի 24-րդ աստիճանում, իսկ ապրիլի 30-ին Վեներան մուտք կգործի խոյ, նոր կվերադառնա խոյ։ Եվ իհարկե ապրիլ ամսվա ընթացքում Վեներան երկու անգամ միանում է չարաբաստիկ Սատուրն մոլորակի հետ, այդ իսկ պատճառով ապրիլի 7-ը եւ ապրիլի 21-ը անբարենպաստ են ամուսնությունների համար, անբարենպաստ են անձնական հարցեր կարգավորելու համար, շատ չոր դիրք է Վեներայի Սատուրնի միությունը, իհարկե Վեներան ավելի զորավոր է ձկներում, բայց այնուամենայնիվ եւ արդեն երբ Վեներան մուտք գործի խոյ, ապրիլի 30-ին վերադառնում է խոյ եւ մայիսի 3-ին Վեներան միանալու է Նեպտուն մոլորակի հետ, որը նույնպես արդեն իսկ գտնվելու է խոյ աստղակերպում։ Միայն մայիսի 16-ին Վեներան դուրս է գալու իր ստվերային գոտուց, այսինքն այն աստիճանից, որտեղից նա սկսել է իր հետընթաց շարժը 10 աստիճան խոյից, այսինքն դա կլինի մայիսի 16-ին եւ եթե դուք ուզում եք շատ ավելի երջանիկ անձնական կյանք ունենաք, շատ ավելի բարենպաստ զարգացումներ լինեն ամուսնության ընթացքում, ես խորհուրդ եմ տալիս ամուսնանալ կամ նշանդրեքը նշանակել արդեն մայիսի 16-ից հետո, իսկ ցուլ Վեներան կմտնի միայն հունիսի 6-ին, սիրելի բարեկամներ, այսինքն ցուլը դա նրա տունն է, նրա իշխանությունն է, կալվածքն է, այստեղ նա թագավորում է, իշխում է Վեներան ցուլ աստղակերպում միայն հունիսի 6-ին, ու դա իհարկե շատ բարենպաստ է։ Հատկապես, սիրելի բարեկամներ, Վեներան կազդի խոյերի վրա, այս Վեներայի հետընթաց շարժը կազդի խոյերի վրա եւ ձկների վրա, հատկապես այն խոյերի վրա, ովքեր ծնվել են ուրեմն մարտի 21-ից 31 ընկած ժամանակահատվածում եւ այն ձկնիկների վրա, ովքեր ծնվել են մարտի 14-ից 21 ընկած ժամանակահատվածում, հատկապես 14-15 այ ովքեր ծնվել են 14-15-16 մարտի այդ օրերի ընթացքում հատկապես մեծ ազդեցություն կունենա հետընթաց Վեներան, ինչու, որովհետև ամբողջ տարվա ընթացքում նրանք ունենալու են այդ հետընթաց Վեներան իրենց սոլարում, այսինքն արեգակնային վերադարձում այդ հետընթաց Վեներան ֆիքսված է լինելու, այդ իսկ պատճառով շատ կազդի հենց այդ կենդանակերպերի վրա։ Բանը նրանումն է, որ հետընթաց Վեներան բարդացնում է ձեր հստակ հարաբերությունները միջավայրի հետ, սիրային հարաբերությունների մեջ բավականին բարդ է, սիրային հարաբերությունների ոլորտում հետընթաց Վեներան
անհասկանալի զարգացումներ է բերում, կարծես թե սիրում եմ, բայց կարծես թե չեմ սիրում, չեմ հասկանում, ինչ եմ զգում կոնկրետ անձնավորության նկատմամբ, ուզում եմ, թե չեմ ուզում, այսօր ուզում եմ, վաղը չեմ ուզում, այն մյուս օրը նորից կարծես թե ուզում եմ, այսինքն հստակություն չկա այդ զգացողությունների մեջ, հստակություն չկա վերաբերմունքի հետ կոնկրետ անձնավորության նկատմամբ, այսինքն կոնկրետ անձի դուք սիրում եք, թե չէ, ինչպես եք դուք վերաբերվում կոնկրետ անձի նկատմամբ, այ դա անհասկանալի է հետընթաց Վեներային, հետընթաց Վեներան ընտրությունը, ես ընդհանրապես խորհուրդ եմ տալիս ու մոտ հետընթացը Վեներան նրանց անձնական հորոսկոպներում խորհուրդ եմ տալիս ընտրությունը կատարել տրամաբանականությամբ, այսինքն հաշվարկով, որովհետև այդ մարդիկ շատ դժվարանում են հստակ բացատրել ինչ են ուզում, ինչ են զգում, ուզում են այդ անձնավորության հետ ամուսնանալ կամ ընկերանալ կամ չգիտեմ, կամ թեկուզ ցանկացած այլ ոլորտում ընտրության խնդիրը շատ լուրջ է դրված այդ տեսակի Վեներայի համար, ինչու, որովհետև նրանք դժվարանում են ընտրել հագուստի իրենց այսպես ոճը, նրանք դժվարությամբ են ընտրում սանրվածքի ոճ, ընդհանրապես բարդ ընտրությունը նրանց համար շատ բարդ է կատարել, և իհարկե հետընթաց Վեներան անհատական հորոսկոպներում նշանակում է, որ այդ անձնավորությունը չարաշահել է անցած կյանքերում Վեներայի սկզբունքը, դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ նա չարաշահել է սիրային հարաբերությունները չափազանց շատ ունեցել է ինչ-որ զուգընկերներ, ամուսնություններ, բաժանություններ, անցած կյանքի մասին է խոսքը, շատ չարաշահել է, այսինքն օգտվել է իր գեղեցիկ անձնավորությունը եղել և օգտվելով իր այդ գեղեցկությունից մարդկանց հնարավոր է մոլորեցրել է, նույնը և կանանց է վերաբերվում և տղամարդկանց։ Հետընթաց Վեներան կարող է նշանակել նաև սիրելի բարեկամներ, որ ձեզ կհանդիպեն, ձեր կյանք կրկին կվերադառնան այն անձնավորությունները, ովքերում հետ դուք արդեն վաղուց չեք շփվում, այսինքն նախկին սեր, ինչ-որ դպրոցական ընկեր, ընկերուհի, համադասարանցի, կուրսեցի, նույնպես հնարավոր է, հնուց եկած այդ գեղեցիկ մանկական ինչ-որ ապրումներ և այլն, նույնպես հավանական է, ինչու է շատ հավանական, հատկապես մարտի 15-ից ապրիլի 7-ը, որովհետև այդ ընթացքում հետընթաց է շարժվելու նաև Մերկուրին, մի փոքր խոսենք նաև հետընթաց Մերկուրիի մասին և կանցնենք արդեն թե ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին, ես նախ ասեմ, որ բացի խոյերից և ձկներից հատկապես մեծ ազդեցություն կունենան այս դիրքերը, ուրեմն կշեռքների վրա, կույսերի վրա, հատկապես կույսերի կշեռքների, նաև խեցգետին, երկվորյակ և այծեղջյուր և աղեղնավոր, բայց դրանց վրա ավելի քիչ կազդի, քան հատկապես այդ կշեռքների և կույսերի վրա մեծ ազդեցություն կունենա, շատ դժվարություններ կունենան, դե սիրելի Աննա Սարգսյան, քանի որ հետընթաց Մերկուրին, հետընթաց Վեներան, խավարումներից մեկը, արևի մասնակի խավարումը խոյ կենդանակերպում է լինում, հետո Նեպտունն է մոտ գործում խոյ, իհարկե մեծ փոփոխությունների շեմին են կանգնելու խոյերը։ Այժմ ես մի փոքր կներկայացնեմ նաև Մերկուրիի մասին, հետընթաց Մերկուրին մեզ մոտ սկսվում է մարտի 15-ից, այսինքն բոլոր կարևոր նախաձեռնությունները, նոր ինչ-որ բիզնես, եթե ուզում եք սկսել, նոր ինչ-որ ցանկացած նոր բան ցանկանում եք սկսել, թվային տեխնիկա առնել, գնել, ինչ-որ բժշկական հետազոտություն անցնել, նույնպես մինչև մարտի 15-ն է ցանկալի, որտեղ մարտի 15-ից հետո մինչև ապրիլի 7-ը ներառյալ Մերկուրին շարժվելու է հետընթաց, ճամփորդություններին էլ է վերաբերում, նոր վայրեր այցելելը անբարենպաստ է, երբ Մերկուրին գտնվում է հետընթաց շարժի մեջ, դուք կարող եք այցելել այնպիսի վայրեր, որոնք արդեն իսկ ձեզ հայտնի են, բայց նոր անծանոթ վայրեր ցանկալի չէ այցելել,
դե բնականաբար ավելի լավ է բնակարանը վաճառել, քան գնել։ Ընդհանրապես, երբ Մերկուրին հետ ընթաց է, դա բացասական է ազդում նաև առևտրի վրա, որտեղ Մերկուրին մեր մոտ առևտրի աստվածություն է, լոգիստիկա է վրա, կուշանան առաքումներ, այսինքն եթե ինչ-որ բիզնեսով եք զբաղվում, ինչ-որ բան եք պատվիրել արտի երկրից, լինի մեքենա, լինի ապրանք, այլ ապրանքներ, նրանք ուշ կգան, այսինքն 15-ից մարտի մինչև ապրիլի 7-ը ուշացում անպայման լինելու է, նույնը վերաբերվում է նամակներին, եթե ցանկանում եք նամակ ուղարկել, դա արեք մինչև մարտի 15-ը, սիրելի բարեկամներ, այսպես Մերկուրին դառնում է հետընթաց մարտի 15-ին, Երևանի ժամանակով 10:45 րոպեին 9 աստիճան խոյի 9 աստիճանից։ Այնուհետև ասացինք արդեն, որ մարտի 12-ին Վեներան կմիանա, դա արդեն դեռ Մերկուրին արդեն կանգնած է լինելու, բայց դեռ հետընթաց չի լինելու, այդ մի անգամ է նրանք միանալու։ Մարտի 30-ին Մերկուրին մուտք կգործի ձկներ 6:17 Երևանի ժամանակով եւ այնուհետև ուրեմն միությունը արդեն ես ասացի, որ ապրիլին է լինելու, Մերկուրի, Սատուրն, Վեներա, այդ միությունը լինելու է ապրիլին։ Մարտի 24-ին, սիրելի բարեկամներ, մինչև ձկներ մտնելը Մերկուրին այրվելու է Արեգակի ճառագայթների մեջ 4 աստիճան խոյ կենդանակերպում, եւ դա հատկապես վերաբերվում հենց մարտի 23-ից 24-ը 25 այդ ժամանակահատվածում հատկապես կարևոր նախաձեռնություններ չի կարելի անել, որովհետեւ այրված Մերկուրին հատկապես նաեւ ֆինանսական ինչ-որ գործարքներ, պայմանագրեր չի կարելի կնքել, կարևոր ֆինանսական բնույթի պայմանագրեր, դա զգալիորեն կբարդացնի այդ պայմանագրերի իրագործումը եւ առհասարակ ֆինանսական գործարքների վրա այրված Մերկուրին շատ վատ է ազդում, նաեւ կուշանան առաքանիները, կուշանան նամակները, որոնք դուք ուղարկեք մարտի 23-ից այսպես 25-ը շատ անբարենպաստ է, որտեվ համ հետընթաց է Մերկուրին, համ այրված է Մերկուրին, մի խոսքով, եւ մարտի 30-ին իհարկե Մերկուրին կմիանա Նեպտունի հետ, այնուհետև Մերկուրին կանգ է առնելու ապրիլի 7-ին 15:07 րոպեին Երևանի ժամանակով եւ 26 աստիճան ձկներում է կանգ առնելու, իսկ կվերադառնա խոյ միայն ապրիլի 10 կներեք, կվերադառնա խոյ, վարկյան ես ստուգի եմ, ապրիլի 16-ին նոր կվերադառնա խոյ, իսկ ստվերային գոտուց, այսինքն այն կետից, որտեղ նա դարձել է հետընթաց, նա դուրս կգա միայն ապրիլի 26-ին, այսինքն մինչև ապրիլի 26-ը այդ թեկուզ եթե դուք նախաձեռնեք ինչ-որ նոր զարգացումներ, նոր գործարքներ, նոր պայմանագրեր, նոր բիզնես, այդ ամենը կսկսի զարգանալ մեծ թափով միայն ապրիլի 26-ից հետո։ Դե իհարկե Մերկուրին մտնի ձկներ, դա արդեն ավելի կվատացնի վիճակը, այսինքն մարտի 30-ից հետո արդեն, քանի որ Մերկուրին խիստ թուլանում է, երբ որ գտնվում է ձկներում, ձկները նրա անկման կենդանակերպն է, վնասի կենդանակերպն է, այնտեղ նա եւ անկում է ապրում, այսինքն իր փառավորումից, թագավորումից ընկնում է, իր աթոռից այսպես գանգեց է արվում եւ վտարվում է, այնպես որ մինչև ապրիլի 7-ից մինչև 16-ը իհարկե ցանկալի չէ կարևոր ինչ-որ նախաձեռնություններ, բժշկական զննություն ցանկալի չէ, շատ անբարենպաստ է նաև այս ընթացքում վիրահատություններ, հատկապես գեղեցկության հետ կապված, որովհետև Վեներան նույնպես հետընթաց է, այսինքն եւ Վեներան եւ Մերկուրին մարտի 15-ից մինչև ապրիլի 13-ը, մինչև Վեներան նույնպես կանգ առնի։
գեղեցկության հետ կապված որևիցե վիրահատություններ, հատկապես եթե վերաբերվում է գլխի հատված, այսի քթի վիրահատություն կլինի, չգիտեմ ինչ որ այլ պլաստիկ ցանկացած վիրահատություններ, դեմքի հետ կապված, գլխի հետ կապված եւ ոտքերի հետ կապված, այսինքն քանի որ ձկները խորհրդանշում հենց ոտնաթաթերը, նույնպես բացարձակ չի կարելի անել։ Ես մի հաճախորդուհի ունեմ մշտական, որը հենց առանց իմ հետ խորհրդակցելու նա հենց մարտին այն ժամանակ, երբ որ նա ձուկ էր ձուկ է արեգակն այն նշանով, է Սատուրնը անցնում էր ձկնով, այդ ընթաց Մերկուրիի ժամանակ, այդ վիրահատությունը գեղեցկության հետ կապված զուտ պլաստիկ վիրահատություն էր, նա կատարեց եւ հայտնվեց ռեանիմացիայում, այսինքն շատ վտանգավոր է, սիրելի բարեկամներ, երբ ես զգուշացնում եմ, մի արեք դա, ես հենց այնպես, այսպես գեղեցիկ խոսքեր արտասանելու համար չեմ ասում, այդ ամենը, ինչ որ ես ասում եմ, ես դա ոչ թե կարդացել եմ գրքերից, այլ ես տեսել եմ իմ սեփական փորձի վրա, փորձառության վրա, այնպես որ դա նկատի ունեցեք, սիրելի բարեկամներ։ Ապրիլի 5-ին եւ 6-ին, սիրելի բարեկամներ, Մերկուրին, Վեներան, Սատուրնը միանում են եւ 25-26 աստիճան ձկներում եւ հատկապես դա կազդի այն ձկնիկների վրա, ովքեր ծնվել են այս ընթացքը հետընթաց Մերկուրիի եւ Վեներայի հատկապես անբարենպաստ է մարտի 14-ից 17-ը ծնված այդ ձկնիկների վրա, նրանց մոտ բարդություններ կառաջանան, գործնական, անձնական բնույթի դժվարություն, Սատուրնը հիշեցնեմ, որ սահմանափակում է, նեղացնում է, այսինքն բարդացնում է ձեր ինքնադրսևորումը, դուք ինչ որ մեկին սիրում եք, բայց չեք կարողանում նրան խոստովանել, ոնց որ այսպես Սատուրնը գիտեք ոնց է ազդում, ոնց որ ուզում եք քայլ անել, բայց ոնց որ քարանում եք, sense չեք կարողանում այդ քայլը կատարել, չեք ուզում եք ինչ որ բան ասեք, ներկայացնեք, բայց քարանում եք, չեք կարողանում ինքնադրսևորվել, չեք կարողանում ոնց որ լեզուն կապ են գնում, այդ Սատուրնը այդպես է ազդում եւ հենց Մերկուրին, Վեներան եւ Սատուրնը, այսինքն եթե դուք ընտրեք այդ ապրիլի 5-ը եւ 6-ը սիրո խոստովանության համար, իհարկե դա դրական ազդեցություն չի ունենա, որովհետեւ դուք չեք կարողանա տեղ հասցնել ձեր զգացմունքները, նույնը վերաբերվում է առևտրին, առևտրական ինչ որ գործարքներին, նույնը վերաբերվում է ինչ որ նաեւ գնումների հետ կապված առհասարակ գնումները եւ գեղեցկության հետ կապված եւ բարդ թվային տեխնիկայի հետ կապված այդ ապրիլի սկզբին, մարտի 5-ին եւ 6-ին խիստ անբարենպաստ է կատարել, Վեներան կբարդացնի, հետընթաց Վեներան կբարդացնի ընտրությունը, իսկ հետընթաց Մերկուրին, եթե դուք ուզենաք այդ բարդ թվային տեխնիկան առնեք, հետագայում կպարզվի, որ դա անսարք է, դա փչացած է, ժամկետանց է, չգիտեմ, եւ այլն, այսինքն խոսքը չի գնում սառնարանի կամ լվացքի մեքենայի մասին, խոսքը գնում է բարդ թվային տեխնիկայի մասին, այսինքն ինչ որ բարդ այդ կամերաներ, տեսախցիկներ, նկարահանող ինչ որ սարքավորումներ, ձայնագրող սարքավորումներ, համակարգիչներ, հեռախոսներ, սմարթֆոններ, այսինքն խոսքը գնում է այդպիսի տեխնիկայի մասին, որը որ իսկապես նա հենց չնչին անսարքություն արդեն կարող է ամբողջը փչացնել այսպես եւ հետո դժվար կլինի կամ անհնարին կլինի դա վերականգնել, սիրելի բարեկամներ։ Այնպես որ բոլոր կարևոր, այսպես ասած, առանցքային օրերը ասեցի, այրման օրերը շատ հստակ, ես ձեզ այրման օրերը մարտի 22-ը դա Վեներայի այրման օրն է, արևի ճառագայթների մեջ, իսկ մարտի 24-ը մոտիկ են այդ, այսինքն մարտի 22-ից 24-ը որևիցե կարևոր նախաձեռնություն, որևիցե կարևոր ֆինանսական գործարք, որևիցե կարևոր ճամփորդություն չի կարելի գնալ, եւ Վեներան է այրվում, եւ Մերկուրին է այրվում, դա իհարկե հատկապես Մերկուրիի այրված լինելը խիստ անբարենպաստ է հենց ճամփորդությունների համար, նաեւ այդ թվում, վիրահատությունների համար, հատկապես գլխի հետ կապված այդ վիրահատությունը խորհրդանշում է գլուխը, այսինքն
դե խոսքը չի գնում եթե կյանքին վտանգ է սպառնում, շտապ վիրահատությունը պետք խոսքը գնում է, եթե դուք պարզապես քթի վիրահատություն եք ուզում անեք, ուղղակի պլաստիկ վիրահատություն, դա կատեգորիկ գոնե մինչև ապրիլի 16-ը դա հետաձգեք։ Կամ ավելի լավ կլինի մինչև ապրիլի 26, որտեղ ապրիլի 26-ին Մերկուրին դուրս կգա իր ստվերային գոտուց։ Դե խոյերի մասին արդեն ասեցի, այդ 21-ից 31-ը մարտի այդ ժամանակ ծնված խոյերի վրա հատկապես մեծ ազդեցություն կունենա, նաև ապրիլի խոյերի վրա նույնպես կազդի նրանց սոլարում, այսինքն մինչև ապրիլի 7-ը ծնված խոյերի վրա մեծապես կազդի, քանի որ նրանց սոլարը, այսինքն արեգակնային վերադարձային կետը, որտեղ արևը գտնվել է այն պահին, երբ որ դուք ծնվել եք, սիրելի խոյեր, ահա ամբողջ տարվա ընթացքում հետընթաց են լինելու եւ Վեներան եւ Մերկուրին, որը որ իհարկե կբարթացնի ձեր կյանք, այսպես ասած, հնարավոր է ձգձգումներ, այսինքն ուշանան բոլոր պրոյեկտները ձեր, այսինքն ֆինանսական հաջողություն ուշանա, գործնական հաջողություն ուշանա, եւ որպեսզի դա տեղի չունենա, ես իհարկե ձեզ առաջարկում եմ թալիսմաններ եւ նաեւ արարողակարգ եմ ներկայացրել այսօր իմ Facebook-յան էջում, դուք կարող եք դա տեսնել հաջողության, բարեկեցության, բարեբախտության, մեծ ֆինանսական հոսքերի համար, տարին կատարվում է մեկ անգամ այդ արարողակարգը եւ կարող եք պատվիրել մինչեւ իհարկե մարտի 14-ը, որտեղ աճող լուսնի ժամանակ ենք կատարում այդ արարողակարգը, որ դրական զարգացումներ ձեր կյանք մտնեն։ Ահա եթե դուք այդպիսի արարողակարգեր պատվիրեք, թալիսմաններ կրեք, իհարկե կմեղմացնեք այդ բացասական ազդեցությունը, բայց հատկապես խոյերի վրա շատ բարդ կազդի ու հատկապես մինչև ապրիլի 7-ը ծնված խոյերի վրա։ Մեկ ապրիլի մարտի 21-ից 30-ը ծնվածների եւ նաեւ ապրիլի 1-ից մինչև ապրիլի 7-ը ծնվածների վրա շատ ծանր կազդի այդ հետընթաց Մերկուրին, նաեւ Վեներան է հետընթաց լինելու այս ընթացքում, ինչու է ծանր ազդում, որտեղ նաեւ հետընթաց է շարժվելու եւ ամբողջ տարվա ընթացքում, ամբողջ տարին ներառվելու է այդ դիրքերը ակտիվ են լինելու ձեզ համար եւ հետընթաց Մերկուրին եւ հետընթաց Վեներան, պես որ ես խորհուրդ կտամ անպայման եւ խորհրդատվության գալ, այսինքն անընդհատ ձգձգվում է, ձեզ խոստանում են աշխատանք օրինակ եւ ամիսներով ուշանում է, չի ստացվում այդ աշխատանքը, ձեզ խոստանում են ինչ-որ գումար փոխանցել, ուշանում է, ձեզ խոստանում են ինչ-որ ամուսնության օր նշանակել, չի ստացվում դա։ Եվ այսպես շարունակ, այսինքն անձնական, գործնական կյանքին է վերաբերում եւ պլյուս այդ ապրումները, անդադ որ դուք չեք կարողանում ինքնադրսևորվել, չեք կարողանում մարդկանց ձեր զգացածը ներկայացնել, անընդհատ ինչ-որ էմոցիաների տակ եք գտնում, հատկապես այդ ապրիլի ծնված խոյերին է վերաբերում, այդ ժամանակ, երբ որ նրանց սոլարն է գալու, Մերկուրին գտնվելու է ձկներում, որը անորոշության նշան է եւ անընդհատ ինչ-որ հեղեղուկ զարգացումներ են, անհասկանալի։ Մեկ այդ ազգանությունը ասում է ես սիրում եմ, մեկ ասում է չէ, արի սպասենք մի 2-3 ամիս, դառնա 10 ամիս։ Եվ այսպես անորոշության մեջ է լինելու։ Եվ որպեսզի դա չլինի, իհարկե ցանկալի է ունենալ թալիսման, տրիշուլա, գաք խորհրդատվության, որ հասկանանք ինչ է ձեզ սպասվում գալիք տարվա ընթացքում, այսինքն 25 թվականից ձեր ծննդյանովանից հետո ձեր սոլարը վերլուծենք եւ այդ արարողակարգերը պարտադիր պետք են ձեզ, որպեսզի դուք խուսափեք այդ մշտական ուշացումներից, ձգձգումներից, անհասկանալի ինչ-որ զարգացումներից ու ավելի այսպես ձեր կյանքը մտնի ճիշտ հուն։ Սիրելիս, իսկ ինչ խորհուրդ կտա կարիճներին, կանխավ դե սիրելի Զվիզդա ջան, այժմ մի փոքր մի 2 րոպե հանգստանամ, ձեր հարցերը լսեմ եւ կանցնենք կենդանակերպի նշաններին, թե ինչ է սպասվում այս հետընթաց Մերկուրիի եւ Վեներայի պայմաններում։
Իհարկե ամեն տարի այսպես չի համընկնում Վեներան եւ Մերկուրին երբ հետընթաց են լինում։ Մերկուրին ամեն տարի 3 անգամ լինում է հետընթաց, 3 ամիսը 1, 3-ից 4 ամիսը 1 Մերկուրին լինում է հետընթաց, բայց Վեներան ամեն տարի հետընթաց չի լինում, ինչպես եւ Մարսը։ Նույնպես 2 տարին 1 այդ ընթաց են լինում նրանց շարժման առանձնահատկությունը այդպիսին է։ Դե Մերկուրին շատ մոտ է գտնվում Արեգակին եւ այդ էս պատճառով նա մշտապես այսպես նրա շարժը տեսանելի շարժը երկնքում փոփոխության է ենթարկվում, այնպես որ դա պետք է հաշվել, բայց հիմա համընկել է եւ դա շատ իհարկե բարդ է ու հատկապես բարդ է խոյերի համար։ Սիրելիներս, մի երկու հարցը կպատասխանեմ եւ կսկսեմ ներկայացնել, թե ինչ է սպասվում կենդանակերպերին։ Եթե հարցեր ունեք այս ընթացքի վերաբերյալ, այսինքն մարտի 2-ից մինչև մարտի 13-ը մեծ հաշվով, մինչև եւ մարտի 15-ից մինչև ապրիլի 7-ը։ Խնդրեմ, եթե հարցեր ունեք, տվեք այդ հարցերը, ես կպատասխանեմ, իսկ այնուհետև կներկայացնեմ կենդանակերպերի կանխատեսումները։ Եթե հարցեր չկան, բոլորին իսկ աղեղնավորների համար ինչ կասեք, գրում է Սուզաննա Օզմանյանը։ Սիրելի Սուզաննա, դե բոլոր կենդանակերպերին այժմ ես կներկայացնեմ։ Իսկ կարելի է մարտի 14-ին մարտի 14-ից սկսած ատամ սարքել կամ հեռացնել։ Սիրելի Ռուզաննա Հարությունյան, դա շատ հետաքրքիր հարց է, ուրեմն եթե դա շատ անհրաժեշտ է, այսինքն եթե դուք սուր ցավի պրիստուպներ ունեք, բնականաբար դա պետք է գնաք եւ բուժեք կամ հեռացնեք այդ ատամը, բայց եթե հնարավոր է հետաձգել բուժումը, ինչու, որովհետեւ հենց խոյը դա վերին ծնոտն է, եթե ցուլը դա ստորին ծնոտն է, այսինքն եթե այդ ատամը գտնվում է ստորին ծնոտի վրա, դուք դա կարող եք բուժել, բայց եթե վերին ծնոտին է վերաբերվում, դա արդեն ցանկալի է անել արդեն ապրիլի 16-ից հետո ամեն դեպքում։ Ինչ խորհուրդ կտակ այրիչներին, Եվ իհարկե օրերի ընտրությունը շատ կարևոր է այստեղ, որովհետև այդ հետընթաց Մերկուրիի պարագամ հաճախակի սարքավորումների աշխատանքի վրա է բացասաբար անդրադառնում այդ ընթաց Մերկուրին, այսինքն այդ սարքը, որը կարծես թե անխափան, ասենք ռենտգենի սարքը կամ չգիտեմ ինչ որ այլ սարքեր, որոնք առաջ շատ լավ են աշխատել, այժմ նրանք սկսում են արդեն ինչ որ խնդիրներ ունենալ, արդեն հնարավոր է սխալ ախտորոշում եւ այդ սխալ ախտորոշման պայմաններում արդեն սխալ բուժում, որը որ կարող է ճակատագրական լինել, այնպես որ հատկապես այդ այրված Մերկուրիի օրերին, այսինքն մարտի 22-ից 25-ը կատեգորիկ խորհուրդ չի տրվում, հետազոտություններն են անցկացնել։ Տղաս խոյը 04-04-10 ազդում է արդյոք այդ տարիքում նա շատ էմոցիոնալ է առհասարակ խոյերը ընդհանրապես շատ էմոցիոնալ են, շատ սիրելի Իրինա Ավչան, շատ բան են, բռնկուն են, անհամբեր են խոյերը, դե նա կարող է ազդել, այսինքն եթե 10 թիվ, այսինքն 15 տարեկան, 15 տարեկան դեռ դպրոցական է ձեր որդին, դա կարող է ազդել նրա դասապրոցեսների վրա, այսինքն չկարողանա կենտրոնանալ դասերի վրա, կամ մոռացկոտություն զարգանա իրեն մոտ ինչ որ այդ ընթացքում ու նամանավանդ 25 թվականի ընթացքում ամբողջ տարվա մեջ, որովհետև նրա սոլարը, այսինքն ապրիլի 4-ը, հենց համընկնում է հետընթաց Մերկուրի եւ Վեներայի հետ։ Հնարավոր է այդպիսի, բայց դե դա այդքան ծանր չի։ Մարտի 20-ն է զատիկը։ Սիրելի Աննա Գրիգորյան, ես իհարկե մարտի 20-ի, այսինքն գիշերահավասարի գարնանային արդեն ավելի մանրամասն կներկայացնեմ գալիք եթերների ընթացքում, իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ, թե ինչ է սպասվում կենդանակերպերին այս հետընթաց անհատական մորակների պայմաններում։
Ինչ է սպասում, դա ասացինք արդեն, որ մեծապես ազդելու է հետընթաց Վեներայի եւ Մերկուրիի այս շրջանը խոյերի վրա, որովհետեւ հետընթաց Մերկուրին եւ Վեներան հայտնվում են խոյերի մոտ առաջի եւ 12-րդ տներում։ Առաջի տունը կապված է, գիտեք, ինքնադրսևորման վրա, եսի հետ է կապված, թե ինչպես ենք մենք արձագանքում մեր միջավայր, ինչպես ենք մենք ինքնադրսևորվում։ Դա առաջի տունից, 12-րդ տունը դա գաղտնի թշնամիներն են, գաղտնի զարգացումներն են, գաղտնի հիվանդություններն են, գաղտնի ինչ որ, չգիտեմ, կապերն են, սիրային գաղտնի կապեր եւ Վեներան հետընթաց է, նաեւ այդպիսի զարգացումներ են, գաղտնի սիրային կապեր կամ գաղտնի սիրային կապ անցյալից, այսինքն արդեն դուք ենթադրենք դուք կին եք եւ խո եք եւ գիտեք որ ձեր ամուսինը արդեն վաղուց այդ կնոջ հետ, այդ չգիտեմ, այդ աղջկա հետ չի շփվում, բայց նա նորից հայտնվում է իր կյանքում մարտի 2-ից ապրիլի 13-ը այդ ժամանակահատվածում կամ ձեր կյանքում է հայտնվում ինչ-որ անձնավորություն, նախկին սեր, նախկին, չգիտեմ, ընկեր, որը որ դուք արդեն ամուսնացած եք, նա մտնում է ձեր կյանքը, սկսում է փչացնել ձեր կյանքը։ Դրա համար խոյերի մոտ շատ բարդ ընթացք է սպասվում։ Մի արդեն ասացի, որ իհարկե նաև լավ է գա խորհրդատվություն, որտեղ սոլարն է խոյերի, այսինքն արեգակնային վերադարձը եւ այդ իսկ պատճառով շատ այսպես կազդի ամբողջ տարվա վրա, այսինքն այս զարգացումները, որ ես ներկայացնում եմ, ոչ միայն մարտի 2-ից ապրիլի 13-ն են հավանական, այլ խոյերի մոտ ամբողջ ընթացքում, որովհետև նրանց արեգակնային վերադարձն է լինում։ Իհարկե նաև մասամբ ձկներին կազդի, բայց ավելի շատ ոնց որ խոյերի ծննդյան հատվածի մեջ է մտնում։ Նաև խորհուրդ չեմ տա խոյերին ինչ-որ պլաստիկ վիրահատություններ անել, փոխել իրենց իմիջը, փոխել իրենց կտրուկ որոշումներ կայացնել, խավարումների միջանցք ունենք, նաև մարտի 14-ից մինչև մարտի 29 այդ խավարումների միջանցքն է լինելու, նույնպես ինչ-որ ճակատագրական որոշումներ ընդունել, կատեգորիկ որոշումներ ընդունել, ամուսնանում եմ կամ չեմ ամուսնանում, ուզում եմ կամ չեմ ուզում, այդ որոշումները ավելի լավ կլինի թողել ապրիլի 16-ից հետո այդ որոշումները կայացնել արդեն անձնական կյանքի հետ կապված, նաև գործնական ոլորտի հետ կապված ինչ որ աշխատանքային պայմանագրերի ստորագրության հետ կամ ինչ որ ֆինանսական գործարքների հետ, մեծ ֆինանսական գործարքների մասին է խոսքը, որ ասենք բնակարանի առքու վաճառք եւ այլն, հատկապես խոյերի համար ես խորհուրդ կտամ դա գոնե ապրիլի 16-ից հետո կատարել այդ գործարքները, որովհետև շատ ստորջրյա քարեր են լինելու եւ հնարավոր է ձեզ գայթակղի ցածր գին այդ բնակարանի, բայց հետագայում դուք կհասկանաք, որ այստեղ շատ փաստաթղթային խնդիրներ կան եւ այլն, այսինքն զանազան ստորջրյա քարեր կան։ Ինչ է սպասվում ցուլիկներին, ցուլիկների վրա եւս մեծապես կազդի այս հետընթաց Վեներայի եւ Մերկուրիի ընթացքը, ինչու, որովհետեւ ցուլի ղեկավարը հենց Վեներան է սիրով գեղեցկության օրիք եւ Վեներան ընթանում է հետ, այսինքն նրա հատկությունները ներս են մտնում, այլ ոչ թե դուրս, այսինքն ոչ թե սիրո խոստովանություն, այլ սիրո տվայտանքներ են սկսվում, ոչ թե ընտրություն հստակ, այլ երկընտրանքի տվայտանքներ մշտապես, դա բացասական է ազդելու ցուլերի վրա։ Այս պարագայում Մերկուրին եւ Վեներան անցնում են ցուլի 12 հետընթաց իրենց շարժի մեջ, անցնում են ցուլի 12 եւ 11 տներով եւ 12-րդ տունը, այսինքն դեռ քանի դեռ նրանք խոյ նշանի մեջ են գտնվում, ակտիվանալու են գաղտնի թշնամիները, ակտիվանալու նախկինում, այսինքն նախկին այդ սիրային եռանկյունու պատմությունը կարող է տեղի ունենալ կրկին, որ արդեն դուք հաստատ համոզված եք, որ այլևս նա այդ ձեր ամուսինը ենթադրենք այլ սիրային կապերի մեջ չի կոնկրետ անձնավորության հետ, բայց նորից դա հայտնաբերվում է եւ հենց այդ հատվածում, այսինքն մարտի 2-ից մինչև մարտի 27-ը շատ հավանական է այդպիսի բան հայտնաբերեք։
ակտիվանան գաղտնի թշնամիները, թե կանայք են ձեր գաղտնի թշնամիները, հատկապես կակտիվանան, որտեվ Վեներան է, հետո Վեներան խորհրդաշում է երիտասարդ կանայք, որոնք կարող են ձեզ մրցակցել ոչ միայն ձեր անձնական ոլորտում, այլև գործնական ոլորտում, այսինքն հենց ենթադրենք թեկնածություն դուք եք եւ այդ աղջիկն է, այդ կինն է կամ երիտասարդ աղջիկ, երիտասարդ կին, թեկնածությունը կոնկրետ տվյալ պաշտոնի եւ նա ինչ անազնիվ ճանապարհներով զավթում է այդ պաշտոնը, օրինակ, ես օրինակ եմ բերում, դե պարտադիր դա այդպես լինի, բայց օրինակի համար այդպես էլ է հնարավոր եւ նաեւ այդ ամեն տեսակ սիրային մոգություն, որը որ հենց նույնպես կապված է Վեներայի հետ եւ նամանդ Վեներան խոյ նշանում թույլ է մինչեւ մարտի 27, մարտի 7-ից մինչեւ մարտի 27-ը հատկապես զգուշացեք այդ սիրային մոգությունից, պրիվարոտներից եւ այլն ու նաև հետաքրիր է, որ սև լուսինը նույնպես մտնում է կարիճ, ցուլին դիմակայող նշան, ես իհարկե առանձին եթեր կնվիրեմ սև լուսնին, դա արդեն մարտի վերջում։ Եվ 11-րդ տնով է անցնում, հետընթաց Վեներան եւ երբ որ մտնում են ձկներ, արդեն դա մարտի 30-ից 27-ից հետո դա հին ընկերներ, այսինքն շատ կակտիվանան ձեր հին ընկերները, հին գաղափարակիցները, ինչ որ ծրագրեր, որ դուք չեք հասցրել, օրինակ կապված on-line բիզնեսի հետ, կապված ինչ որ գաղափարների հետ, գաղափարներով կիսվելու հետ, որ դուք չեք հասցրել, այդ դրանք մարտի 27-ից հետո, մարտի 30-ից 27-ից հետո կարող եք դա անել, ավելի բարենպաստ կլինի, հին ընկերներ, կուրսեցիներ կամ հին երազանք, ինչ որ մի երազանք, որը վաղուց դուք ցանկացել եք, բայց չի կատարվել, չի ստացվել դա իրականացնել, ապա արդեն մարտի 27-ից 30-ից հետո սիրելի ցուլեր դուք կարողանաք դա իրականացնել, այնքան էլ ամենաբարդը խոյերի համար է, ես ասեմ, մնացածը արդեն ներկայացնում եմ, երկվորյակներ, սիրելի երկվորյակներ, հետընթաց Մերկուրին եւ Վեներան անցնելու են ձեր 11-րդ եւ 10-րդ տների միջով, իհարկե բարենպաստ է սա, բարենպաստ տներ են, մինչև մարտի 27-30-ը գտնվելու են ձեր խոյ նշանում ձեր 11-րդ տանը, 11-րդ տունը խորհրդանշում ընկերներ, գաղափարակիցներ, երազանքների իրագործում, նախկին սեր, երեխաների հետ կապված դրական զարգացումն են, որ հնարավոր է խնդիրներ ունենան անձնական ոլորտում ձեր երեխաները, իսկ արդեն մարտի 20-ից 27-ից 30-ից հետո այդ խնդիրները վերանան։ Նույնպես շատ դրական է։ Նաև եթե on-line բիզնեսում ընդհանրապես դուք չեք կարողացել իրագործել այս կամ այն ծրագիրը, չեք հասցրել նախկինում, ապա հիմա իսկական ժամանակն է դա անելու։ Գեղեցկության հետ կապված կլինի, թե այլ ոլորտներում, բայց իհարկե դանդաղ կընթանա, որովհետև հետընթաց Մերկուրին, սիրելի երկորյակներ, ձերա նույնպես բացասաբար է անդրադառնում, քանի որ Մերկուրին ձեր իսկ ղեկավարն եւ նրա էներգիան ներս է գնում փոխանակ ակտիվ խոսք, ակտիվ ինչ որ բանակցություններ, ակտիվ պայմանագրերի ստորագրում, գործարքներ, ընդհակառակ այդ ամենը հետաձգվում է, ուշանում է եւ այլն եւ այլն։ Ինչ վերաբերվում է արդեն մարտի 27-ից 30-ից հետո այդ երկու մորակները մուտք կգործեն սիրելի երկորյակներ ձեր 10-րդ տուն եւ արդեն դա գործնական ոլորտում, պաշտոնի հետ կապված, պետական դռների հետ կապված, կարգավիճակի հետ կապված սոցիալական այդ բոլոր հարցերը, եթե երկար ձգձգվում է, դա կլուծվի, բայց նոր պաշտոն, նոր ինչ որ սոցիալական կարգավիճակ, ամուսնություն, ամուսնալուծություն այդքան էլ բարենպաստ չէ, եթե արդեն վաղուց դուք դա ծրագրավորել եք, կարող եք անել։ Սիրելի խեցգետիններ, ձեզ մոտ հետընթաց Մերկուրին եւ Վեներան անցնելու են 9-րդ, 10-րդ եւ 9-րդ տներով եւ մինչեւ մարտի 27-ից 30-ը դա 10-րդ տունն է, սիրելի խեցգետիններ, որը նշանակում է սոցիալական կարգավիճակ, ձեր պաշտոն, ինչ որ ամուսնություն, նաև ամուսնական առաջարկություն, նշանադրություն, ամուսնություն, այդ դա եթե վաղուց արդեն ծրագրավորված էր, չէր ստացվում, այդ հիմա կստացվի մինչև, այսինքն մարտի 30-ը, իսկ մարտի 30-ից հետո արդեն երկուսն էլ գտնվելու են ձեր 9-րդ տանը,
ձկներում, որը բարենպաստ է ճամփորդությունների համար, արտասահմանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, եթե վաղուց ինչ-որ ծրագրավորել եք, ենթադրենք գործարք, ինչ-որ արտասահմանյան կազմակերպության հետ չէր ստացվում, ապա բարենպաստ, եթե վաղուց ծրագրավորել եք ճամփորդություն, չէր ստացվում, ապա հիմա արդեն մարտի 30-ից հետո կարող եք դա կատարել, բայց եթե նոր ինչ-որ գործընթաց է, նոր եք դա իրագործում, դա այնքան էլ բարենպաստ չի լինի։ Սիրելի առյուծիկներ, ձեզ համար հայտնվելով իրենց հետ ընթաց շարժի մեջ Մերկուրին եւ Վեներան անցնելու են 9-րդ եւ 8-րդ տների միջով։ Ձեզ համար հատկապես բարենպաստ է մինչև մարտի 30-ը, սիրելի առյուծներ, որովհետեւ եւ Վեներան եւ Վեներան կմտնի ձկներ մարտի 27-ին, իսկ Մերկուրին մարտի 30-ին։ Ընդհանուր 27-ից 30-ը բարենպաստ է ձեզ համար եւ անցնում են այդ երկու մուրակները ձեր 9-րդ տնով, որը բարենպաստ է ճամփորդությունների համար, եթե արդեն վաղուց նախատեսել եք, պլանավորել եք դա լավ է։ Դատական խնդիրները, եթե երկար ժամանակ որոշում չի կայացվում, ինչ-որ ձգձգվում է, ապա շատ բարենպաստ է, մինչև մարտի 30-ը, կարգավորվի, կլուծվի այդ հարցը։ Եթե նոր դատական գործընթաց եք սկսում, ապա դա շատ երկար է ձգձգվելու, սիրելի առյուծիկներ, այնպես որ մի արեք դա։ Արտասահմանցիների հետ ինչ-որ անձնական բնույթի նաև շփումներ, չգիտեմ, սեր, հարաբերություններ, եթե նոր եք սկսում, դա անբարենպաստ է, եթե արդեն իսկ հասունացել են այդ հարաբերությունները, արդեն վաղուց դուք շփվել եք այդ անձնավորության հետ, արդեն կարող եք արդեն առաջ անցնել, բայց եթե նոր է, դա այնքան էլ հեռանկարային չէ, եթե մարտի 2-ից հետո եք ծանոթացել այդ անձնավորության հետ, դա արդեն բարենպաստ, որտեղ Վեներան արդեն հետընթաց է դարձել։ Իսկ մարտի 30-ից հետո արդեն երկուսն էլ մարտի 27-ից 30-ից հետո երկուսն էլ եւ Վեներան եւ Մերկուրին մտնում են ձեր 8-րդում, որը խնդիրներ կարող առաջացնել ֆինանսական ոլորտում, սիրելի առյուծներ, այնպես որ մեծ վարկեր կամ պարտքեր, հիպոթեկներ, ահա մարտի 30-ից հետո մի վերցրեք, որովհետև գիտեք, որ հետընթաց Մերկուրիի ժամանակ, երբ մենք վարկեր ենք վերցնում կամ պարտքեր ենք անում, դա բացասական է անդրադառնում ապագայի վրա, մենք դժվարությամբ ենք հետագայում դրանք մարում։ Էքստրեմալ իրավիճակներ, այսինքն անսպասելի ինչ-որ մեծ կարող է ձեզ գումար պետք գալը, անսպասելի ինչ-որ խնդիրներ սիրային ոլորտում, բարդ վիճակներ, դե այդ ամենը իհարկե լավ է գաք խորհրդատվության, ավելի մանրամասն ես դա կներկայացնեմ, լավ է ունենալ թալիսման եւ լավ է կատարել այդ արարողակարգերը, որոնք կապահովեն, հատկապես այդ արարողակարգը ես ներկայացրել եմ Facebook-ում, կարող եք դա նայել, որը մի ամբողջ տարի կապահովի ձեր հաջողությունը, ֆինանսները եւ այլն, բարեկեցությունը։ Սիրելի կուսիկներ, ձեզ համար հետընթաց Մերկուրին եւ Վեներան անց են կենալու 8-րդ եւ 7-րդ տներով, իհարկե բարդ են կույսերի համար, այս ընթացքը ես դա զգուշացրեցի այն սկզբից, ասացի, հատկապես մինչև մարտի 30-ը, 27-ը եւ 30-ը այդ միջակայքը բարդ է կույսերի համար, բարդ ընթացք է, որովհետեւ Վեներան եւ Մերկուրին անցնելու են 8-րդ տնով, իսկ դա արդեն խորհրդանշում է էքստրեմալ իրավիճակներ, ֆինանսական խնդիրներ, չի կարելի մեծ վարկեր, պարտքեր վերցնել, հիպոթեք, անշարժ գույքի հետ կապված ինչ-որ գործարքներ անել, կույսերին խիստ արգելված է։ Նաև անցանկալի ինչ-որ վիրահատություններ անել, իհարկե բացառությամբ, եթե դա կյանքի մահվան հարց է եւ պետք է, այսինքն շտապ վիրահատել, այլապես դե արդեն առողջությանը շատ մեծ կորուստ կլինի, սա է։ Իսկ մարտի 30-ից հետո իհարկե կույսերի համար ինչով է բարդ, որովհետև Մերկուրին, սիրելի կույսեր, ձեր հենց ղեկավարն է, ձեր իշխանն է եւ նաեւ փառավորվում է, թագադրվում է իր գագաթնակետին, իր զորության գագաթնակետին է հասնում հենց կույս նշանում եւ իհարկե հետընթաց շարժ, այսինքն մարտի 15-ից ապրիլի 7-ը դա անբարենպաստ է ձեզ համար, սիրելի կույսեր, հատկապես ձեզ համար եւ երկվորյակների համար, այսինքն այն նշանների համար, որտեղ իշխում է Մերկուրին։
Եվ մարտի 30-ից հետո անցնում են արդեն 7-րդ տուն, այսինքն ձկների մեջ է Վեներան եւ Մերկուրին, եւ այստեղ անձնական բնույթի խնդիրներ են առաջանում, այսինքն ինչ որ պայմանավորվածությունն են եւ գործընկերային պայմանավորվածություններ կարող են խախտվել, ահա դուք պայմանավորվել եք, ասել եք, որ ահա այս օրը մենք միասին ինչ որ գործ պետք է անենք, պետք է կազմակերպենք, ինչ որ պայմանագիր պետք է ստորագրենք եւ դա չի ստացվում, որովհետեւ Մերկուրին հետընթաց է, Վեներան հետընթաց է եւ անդադ նաեւ կարող եք հայտնվել սիրային եռանկյունու մեջ, զանժա զգուշ եղեք, հատկապես ամուսնացած կույս կանայք, այսինքն նախկինից եկած ինչ որ կապ ձեր ամուսնու մոտ կարող է նորից վերակենդանանալ, այ դա շատ բնորոշ է։ Եվ նաև թշնամություն, այսինքն պարտադիր չի դա լինի սիրուհի, ձեր ամուսնու ինչ-որ ընկերուհին, այլ դա կարող է լինել գործընկերուհի, որը որ ձեզ, պես ասած, ձեր տակը փորելու է եւ դուք չկարողանաք հասնել հաջողության։ Սա արդեն երկրորդ փուլը, այսինքն երբ որ Մերկուրին եւ Վեներան մոտ գործեն ձկներ։ Սիրելի կսերքներ, ձեր վրա նույնպես մեծապես ազդելու են Մերկուրի եւ Վեներա հետընթաց շարժի այդ ժամանակահատվածը, ինչու, որովհետեւ Վեներան իշխում է, թագավորում է բանում կսերքում, այսինքն նրան կալվածքն է համարվում կսերքը, եւ այդ իսկ պատճառով հետընթաց այդ մորակի թագուհու հետընթաց շարժը, կսերքի թագուհու բնականաբար առաջացնում են խնդիրներ, անձնական բնույթի ձեր մոտ 7-րդ եւ 6-րդ տներով անցնել, այսինքն դա անձնական ոլորտի վրա է ազդելու եւ աշխատանքային եւ առողջական ոլորտների վրա է ազդելու ձեր մոտ սիրելի կշերքներ, մինչեւ մարտի 27-ից 30-ը հիմնականում անձնական բնույթի խնդիրներ կարող է ունենաք, այսինքն որոշակի լարվածություն ձեր ամուսնու հետ, գործընկերոջ հետ, կամ ընդհանրապես միջավայրի հետ, կանանց հետ միջավայրում այդ սիրային եռանկյունու մեջ հայտնվելու հավանականությունն է բարձր, անցյալից եկած ինչ որ սիրային կապ կարող է նորից իրեն զգացնել տալ, մարդը կհայտնվի, ինչ որ ձեր կյանքը կուզենա փչացնել եւ այլն, եւ դա խիստ հավանական է մինչեւ մարտի 27-ը։ Այնուհետև մարտի 28-ից 30-ից հետո արդեն երկուսն էլ Վեներան էլ Մերկուրին էլ տեղափոխվում են ձկներ եւ ձեր 6-րդ տուն։ Սա արդեն կազդի առողջական ոլորտի վրա, աշխատանքային ոլորտի վրա, առօրյայի վրա, այսինքն ձեր առօրյա կյանքը ինչ որ անկանոն բնույթի մեջ կընկնի եւ նաեւ պետք է հետեւել հատկապես առողջությանը նաեւ այդ հատվածում մարտի 27-ից մինչև ապրիլի 13 հատկապես պետք է հետևել առողջությանը, այսինքն հին հիվանդությունները կարող են նորից գլուխ բարձրացնել եւ աշխատանքային ոլորտում կարող ինչ որ այն խնդիրները, որոնք եղել են արդեն ձեր մոտ անցյալում, նորից կարող են ի հայտ գալ։ Ու իհարկե կշերքների եւ կույսերի համար ես նախազգուշացրի բարդ շրջան է լինելու։ Վերջապես հասան կարիճիկների, սիրելի կարիճիկներ, իրենց հետընթաց շարժի մեջ Վեներան եւ Մերկուրին անցնելու են ձեր 6-րդ եւ 5-րդ տներով։ Կարիճի վրա, ճիշտ ասած, այդքան մեծ ազդեցություն չի թողնի այս մորակների հետընթաց շարժը, բայց այնուամենայնիվ դա կապված է ձեր անհատական հորոսկոպից մի շարք այլ հանգամանքներից։ Մինչև մարտի 27-ից 30-ը հատկապես գործնական եւ առողջական խնդիրների առջև է կանգնելու, այսինքն այն խնդիրները, որոնք անցյալում կային գործնական ոլորտում, նորից ի հայտ են գալու, առօրյա կյանքում հնարավոր են ինչ-որ խնդիրներ, այսինքն հնարավոր է դուք չուզենաք կատարել ձեր այսպես ամենօրյա պարտականությունները եւ նաեւ աշխատանքային ոլորտում այդ խնդիրները նորից կակտիվանան հին խնդիրները եւ արդեն մարտի 20-30-ից հետո 5-րդ տունն է ակտիվանալու եւ այստեղ սիրային խնդիրներ, թե անցյալում ինչ-որ սիրային խնդիրն է, կարող է նորից դա ի հայտ գալ, բայց լավ են ստեղծագործող մարդկանց համար, որովհետեւ եթե դուք ինչ-որ բան ծրագրել եք նախկինում ստեղծել, չի ստացվել այդ ստեղծագործական ինչ-որ հարցը չի լուծվել, ապա արդեն 20-ից 27-ից 30-ից հետո մարտի դուք կարող եք դա իրականացնել։
Եվ երեխաների հետ կապված, եթե ինչ-որ խնդիրներ ունեն ձեր երեխաները, ապա կարող եք գրքին անդրադառնալ, թե ու դա ուսման մեջ լինի, թե դա ինչ-որ խմբակներ տանելու հետ կապված լինի, չի ստացվել, շատ երեխան ենթադրենք ուզում է ֆուտբոլի, չի ստացվել, ահա, շատ լավ ժամանակ է մարտի 27-ից 30-ից հետո այդ նրա երազանքը իրականացնել։ Այսինքն այդպես չէ, որ բացասական ենք մենք այդ դիրքը, իհարկե նա ունի իր խնդիրները, հետընթաց մորակներ ունեն իրենց խնդիրները, այսինքն էմոցիոնալ դաշտում, չգիտեմ, ինքնադրսևորման դաշտում անհատական մորակներ են, բայց մենք դրականն էլ կարող ենք օգտագործել, այսինքն այն ինչ որ դուք վաղուց այսպես մի կողմ եք դրել եւ չեք հասցրել ավարտին հասնել այդ գործը, այժմ դուք կարող եք դա անել։ Իմ ասած ոլորտներում իհարկե ավելի բարենպաստ կլինի, որ դա իրագործեք, այլ ոչ թե բոլոր ոլորտներում, այլ հենց իմ ասած ոլորտներում։ Եվ աղեղնավորներ, սիրելի աղեղնավորներ, իրենց հետընթաց շարժի մեջ Վեներան եւ Մերկուրին անցնելու են ձեր 5-րդ եւ 4-րդ տներով։ Եվ մինչև մարտի 30 իհարկե ձեզ շատ բարենպաստ է սիրելի աղեղնավորներ, որովհետև Վեներան եւ Մերկուրին անցնելու են ձեր 5-րդ տնով, իսկ դա երեխաներ, հաճիկներ, հանգիստ, այսինքն եթե վաղուց երազում եք, հանգիստ երազել եք, չի ստացվել, կարող եք այդ ընթացքում մարտի 30-ը դա իրագործել։ Երեխաների հետ կապված նույն ինչ որ երազանքներ, ցանկություններ, թե ձեր երեխաներ ունեն, չի ստացվել զբաղվածության պատճառով, թե ինչ-որ այլ պատճառներով չեք կարողացել իրականացնել, դա անպայման կատարեք։ Բիզնեսի համար նույնպես բարենպաստ է, այսինքն արդեն ընթացքում գտնվող բիզնեսի նոր բիզնես այս ժամանակահատվածում ես խորհուրդ չեմ տալիս սկսել, սիրելի բարեկամներ։ Եվ արդեն մարտի 30-ից հետո իհարկե ակտիվանում է ձեր 4-րդ տունը, սիրելի աղեղնավորներ, սա արդեն կվերաբերվի ձեր ուրեմն տան հետ կապված, ծնողների հետ կապված, անշարժ գույքի հետ կապված, եթե ինչ-որ հարցեր կան, որ դուք չեք հասցրել դա իրականացնել, արեք, բայց ես ձեզ խորհուրդ չեմ տալիս փաստաթղթային հարցեր լուծել այս ընթացքում, այսինքն անշարժ գույքի հետ կապված, փաստաթղթային խնդիր ունեք, չեք հասցրել, դա կձգձգվի, ամեն դեպքում դա ավելի լավ է անել ապրիլի 16-ից հետո, բայց տան հետ կապված, ինչ որ վերանորոգում լինի, թե ինչ որ ասենք փափուկ կահույք եք ուզում առնեք, բարդվային տեխնիկա չառնեք, բայց սառնարան, հեռուստացույց, չգիտեմ, լվացքի մեքենա, աման լվացող մեքենա, դա կարող եք ձեռք բերել։ Եվ իհարկե հիշեցնեմ, որ ցանկալի չէ այդ ժամանակ տուն ձեռք բերել, անշարժ գույք ձեռք բերելը անբարենպաստ է, երբ հետընթաց է Մերկուրին, այսինքն մարտի 15-ից մինչև ապրիլի 7-ը։ Սիրելի այծեղջյուրներ, հետընթաց իրենց շարժի մեջ Վեներան եւ Մերկուրին անցնելու են ձեր 4-րդ եւ 3-րդ տներով, մինչեւ մարտի 27-ից 30-ը, իհարկե նրանք երկուսը գտնվելու են ձկներում խոյ նշանի մեջ եւ ձեր 4-րդ տանը, 4-րդ տանը, այսինքն մինչեւ մարտի 30-ը դուք պետք է ավարտին հասցնեք ինչ որ հարցեր տան հետ կապված, ընտանիքի հետ կապված, ծնողների հետ կապված, բայց մի զբաղվեք փաստաթղթերի ձևակերպմամբ եւ գույքի արք ու վաճառքով։ Վաճառել կարող եք, բայց ձեռք բերելը այնքան էլ բարենպաստ եւ հատկապես եթե հիպոթեկով եք ձեռք բերում, դա խիստ անբարենպաստ է մարտ ամսվա ընթացքում հատկապես։ Հաջորդ փուլը արդեն երբ որ մարտի 30-ից հետո Մերկուրին եւ Վեներան անցնում են ձեր 3-րդ տուն, դա վերաբերվելու է ուսման, այսինքն նոր ուսում ցանկալի չէ սկսել, շարժական գույքի նոր ավտոմեքենա ցանկալի չէ ձեռք բերել այդ ժամանակ։ Այդ ժամանակ ցանկալի է վերհիշել ձեր գիտելիքները, եթե դուք ինչ-որ բազա ունեք գիտելիքների, կարող եք ավելացնել, վերհիշել, նորից անցնել այդ նյութը, ուսումնառություն կատարել այդ ոլորտում, բայց նոր գիտելիք ձեռք բերել այդ ընթացքում բարենպաստ չէ։ Եվ նաև եթե վաղուց չեք հանդիպել ինչ որ ձեր մտերիմ համադասարանցիներին, չգիտեմ, կուրսեցիներին, ինչ որ բարեկամների, վաղուց ինչ որ կապ չեք ունեցել իրենց հետ չեք շփվել, ապա մարտի վերջում եւ ապրիլի սկզբին կարող եք դա անել, սիրելի այդ երջուններ, բայց նոր ծանոթությունները, հատկապես սիրային եւ գործնական, դրանք այնքան էլ հեռանկարային չեն լինի այս ընթացքում։
Սիրելի ջրհոսիկներ, ձեզ համար ուրեմն հետընթաց այդ երկու անհատական մորակները անցնում են երրորդ եւ երկրորդ տներով մինչեւ մարտի 30-ը 27-ից 30-ը ակտիվ է լինելու երրորդ տունը, այսինքն շփումներ, կապեր ձեր համադասարանցիների, կուրսեցիների հետ, ինչ որ եթե վաղուց չեք հանդիպել ձեր ինչ որ շրջապատից մտերիմ ինչ որ միանձնավորության վաղուց չեք հանդիպել, ապա շատ բարենպաստ կլինի հանդիպեք։ Նոր ուսումնառություն ցանկալի չէ անել այդ ընթացքում։ Եվ արդեն մարտի 30-ից հետո նրանք կտեղափոխվեն երկրորդ տուն, այսինքն դա արդեն ֆինանսների տունն է, մեր եկամուտների աղբյուրների տունն է, ունեցվածքի տունն է, այսինքն ավելի շատ ուշադրությունը կենտրոնացնում եք այդ ոլորտի վրա։ Կատեգորիկ որոշումներ, առույցները արդեն ասել եմ, սիրելի Ասիա Կոնյան, եթերը ավարտելուց հետո դուք կարող եք դիտել, այնպես որ բոլորին հերթով ես անդրադառնում եմ, արդեն 1 ժամ 14 րոպե ուղիղ եթերում ենք, ավարտում ենք եթերը, սիրելի բարեկամներ, եւ ջրհոսների համար հատկապես մարտի 30 ապրիլի սկզբին պետք է զգուշ լինել ֆինանսների հետ, հնարավոր է ձեզ խոստանան գումար փոխանցել, ուշանա այդ փոխանցումը, չէ ֆինանսական գործարք չեղարկվի, կամ ինչ որ այլ ստանալիքներ ունենաք, ուշանա, դա պետք է զգուշ լինեք, նոր ֆինանսական պայմանավորվածություններ, պայմանագրեր ցանկալի չէ մինչև ապրիլի 16-ը իրագործել։ Սիրելի ձկնիկներ, իհարկե ձեր վրա նույնպես մեծապես կազդի հետընթաց Մերկուրին եւ Վեներան եւ մինչեւ մարտի 30-ը 27-ից 30-ը իհարկե այդ երկու մորակները գտնվելու են ձեր երկրորդ տանը, այսինքն ֆինանսական ոլորտի մասին է խոսքը, եթե դուք արդեն իսկ վաղուց սպասում եք ինչ-որ գումարի փոխանցում, ինչ-որ ֆինանսական գործարքի իրականացում, դա տեղի կունենա, բայց նորը ցանկալի չէ ծրագրավորել, այսինքն նոր ինչ-որ պայմանավորվածություններ արտասահմանում կամ ինչ-որ համագործակցություն ֆինանսական, դա այնքան էլ ցանկալի չէ մինչև մարտի վերջը, դա իրագործելը խնդրահարույց կլինի, նաև վարկեր եւ պարտքեր մի ձևակերպեք մինչև մարտի վերջն, ընդհանրապես ես խորհուրդ կտամ մինչև ապրիլի 16 առհասարակ դա չանել, հիպոթեք չձևակերպել, վարկեր, պարտքեր, բիզնես վարկեր, մեծ սումմաների մասին է խոսքը, դա ցանկալի չէ։ Եվ արդեն մարտի 30-ից հետո Մերկուրին եւ Վեներան մուտք կգործեն արդեն ձկներ ձեր առաջի տուն, եթե ինչ-որ խնդիրներ չեք հասցրել ավարտին, կապված ձեր անձնական, գործնական ոլորտների հետ, ինչ-որ իմիջի հետ կապված, ձեր ինքնադրսևորման հետ կապված, ինչ-որ բան չեք հասցրել, ապա կարող եք դա անել ապրիլի սկզբին, բայց էական ինչ-որ նոր փոփոխություններ, նոր ինչ-որ կտրուկ, չգիտեմ, փոփոխություններ ձեր արտաքին տեսքի հետ կապված, նաև բժշկական ոլորտում ինչ-որ պլաստիկ վիրահատություններ, նույնպես ես խորհուրդ չեմ տալիս ձկներին կատարել ապրիլի սկզբին, դա ձեր առաջի տունն է, իսկ առաջի տունը կապված է ամբողջ 12 տների էներգետիկայի հետ, այսինքն եթե դուք ինչ-որ բան սխալ փոխեք, օրինակ շատ հաճախ քթի վիրահատությունների մասին են ինձ խնդրում պատմել եւ ես ասեմ սիրելի բարեկամներ, որ քիթը մեծապես ազդում է ֆինանսական հաջողության վրա եւ եթե դուք ինչ-որ սխալ ձևով այդ պլաստիկ վիրահատությունը կատարեք, դուք ֆինանսական խնդիրներ կունենաք եւ դա կազդի ձեր ամբողջ հաջողության, հատկապես ձկներին է վերաբերվում սա։ Իհարկե նաեւ մյուսներին, բայց այս ընթացքում հատկապես ձկներին։ Տեսնեմ ինչ հարց է, այդ եղջյուրներին ես անդրադարձա, այդ եղջյուրներին ես անդրադարձա բոլոր 12 կենդանակերպերին արդեն, ձկնիկներին էլ վերջացրեցինք, ձկնիկներին նաև խորհուրդ չի տրվում անձնական ոլորտում ինչ-որ որոշումներ կայացնել այդ ապրիլին հատկապես, որովհետև առաջի տունը սերտորեն կապված է 7-րդ տան հետ, իսկ 7-րդ տունը դա զուգընկերների եւ գործընկերների
տունն է, այսինքն նույնպես եւ խավարումների միջանցքն է, եւ այդ հետընթաց մուրակներն են առաջի տանը, ցանկալի չէ ինչ որ կտրուկ որոշումներ կայացնել անձնական ոլորտում, ու ապրիլի 16-ից հետո կարող եք դա անել։ Ահա այսքան է, սիրելի բարեկամներ, հետընթաց Մերկուրի եւ Վեներայի մասին։ Արդեն մենք 1 ժամ 18 րոպե ուղիղ եթերում եք, եթե ինչ-որ հարցեր ունեք, խնդրում եմ տվեք այդ հարցերը եւ ավարտենք այսօրվա գերհետաքրքիր կիրակնօրյա եթերը։ Մենք եթեր ենք ունենալու ամեն կիրակի մարտի ընթացքում, որովհետեւ մարտը հագեցած է աստղաբանական իրադարձություններով եւ բոլորն էլ հետաքրքիր են եւ ես կուզենամ, որ տեղեկացված լինեք։ Նաեւ մենք ունենալու ենք խավարումների միջանցքը մարտի 14-ից 29 ընկած ժամանակահատվածում մենք ունենալու ենք Նեպտունի մուտքը Խոյ աստղակերպ մարտի 30-ին, մորակների շքերթն է տեղի ունենում։ Մի խոսքով շատ հետաքրքիր զարգացումներ են եւ դա իհարկե արտացոլվում է նաեւ համաշխարհային իրադարձությունների վրա։ Տեսնում եք ինչեր են կատարվում։ Կասեք, խնդրեմ, եթե լուսնային հանգույցները, ձկներ, կույս առանցքում են, ինչ է խավարումը Խոյում։ Սիրելի Աստղիկ Բարսեղյան, իհարկե ես նաև անդրադարձել եմ լուսնային հանգույցների դիրքավորման փոփոխությանը, որը տեղի ունեցել հունվարի 12-ին 25 թվականի, ինչ վերաբերվում է խավարումներին, մենք առանձին եթեր կունենանք խավարումների վերաբերյալ, կարծեմ մյուս կիրակի այդ եթերը տեղի կունենա եւ ես մանրամասն դա նույնպես կներկայացնեմ։ Բայց խոյերի համար բարդ շրջան, ինչպես դուք հասկացաք արդեն նաև այս եթերից։ Սիրելի բարեկամներ, հարցեր։ Անե ջան, իսկ ասեք, ինչ կարծիք ունեք ասկեզայի մասին։ Սիրելի Սոնայան, ասկեզան դա այն պրակտիկան է, որը կիրառվում է բոլոր նաև կրոններում, բոլոր ավանդական կրոններում, այդ ոչ միայն դա բուդդիզմից եկած պրակտիկա է, նաև մյուս բոլոր կրոններում, դա ավանդական կրոններում նույնպես օգտագործվում է, օրինակ մեծ պահքը հիմա որտեղ են ու նաև Ռամադանն է մահմեդականների մոտ, նույնպես վերաբերվում է ասկեզա էլեմենտներ կան։ Նույնպես մյուս բոլոր հարցերին նույնպես դա վերաբերվում է, այսինքն զրկելով ինչ-ինչ մարմնական հաճույքներից կամ ուտելիքից ու տեստից մենք հոգին ենք սնում եւ դրանով իսկ զորացնում ենք մեր հոգին եւ դա շատ արդյունավետ պրակտիկա է, եթե ցանկանում եք ինչ-որ հասնել լուրջ արդյունքների, դա կարելի է կիրառել իհարկե։ Բայց այնպես, որ չվնասի ձեր առողջության, իհարկե բոլոր այդ պրակտիկաները պետք է կիրառել այնպես, որ չվնասի առողջության, այդ թվում նաև մեծ պահքը, մյուս այլ ասկեզա էլեմենտներով օժտված այդ ավանդական կրոնների բոլոր այդ արարողակարգերը, բոլոր շրջանները։ Սիրելի բարեկամներ, իհարկե, սիրելի Աստղիկ Բարսեղյան, ես բազմիցս անդրադարձել եմ, որ 40-ամյակը ցանկալի չէ նշել, այդ վիդեոները կան, կարող եք նայել եթերներում։ Ահա այսքանը, ինչ որ ես նախատեսել եմ այսօր ձեզ համար, կհանդիպենք հաջորդ կիրակի, ես շատ ուրախ եմ, որ այս պայծառ լուսավոր օրը դուք նույնպես անցկացրեցիք իմ հետ եւ ընկնդրեցիք լրջագույն աստղաբանական վերլուծություն, ես հիմնվում եմ իմ սեփական փորձի վրա, սիրելի բարեկամներ, որովհետև 30-ամյա փորձ ունեմ աստղաբանության մեջ, 1-2 գրքերի վրա ես չեմ հիմնվում, ոչ էլ 1-2 տարվա մասնագետ չեմ, այլ ամբողջ կյանքս կարելի ասել զբաղվել եմ աստղաբանությամբ եւ լրջագույն գիտական վերլուծություններ եմ արել։ Ահա այսքան է, ես ձեզ ցանկանում եմ ամենայն բարիք, սիրելի բարեկամներ, կհանդիպենք մյուս կիրակի։ Տեսություն։